ինչով է սա իմ համար կարևոր եւ նաեւ մեր դիտողների համար կարևոր։ Սա այն տարածքներն են, որտեղ ապրել են մեր հայ եղբայրները այսօրվա Ադրբեջան Հանրապետության տարածքում, որը ամբողջովին հայաթափվել է 100 տարվա ընթացքում։ Հիմա այս հայաթափված սրիկաների հետ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հարաբերություններ ունենալ։ Եվ սա այն դեպքում, նորից ցույց եմ, սա այն դեպքում, երբ որ խոսքը արդեն ոչ թե գնում է Ադրբեջանի տարածքը հայաթափելու, այլ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցիներ ներհոսք ապահովելու, որին անդրադարձել ես դու եվրոպական ֆորմատով ճանաչված այդ փաստաթղթին Եվրոպայից արտահանելու կամ հեռացնելու սխալ ձևով Եվրոպա ներթափանցած ուժերին, որին պայմանական իսլամ են ասում, չգիտեմ, ինչ են ասում եւ այլն։ Սա էլ է խնդիրը։ Հիմա առանց սրան կոմենտ անելու, մենք անցնենք մեր երկու հարցերին, հետո ժամանակ կմնա սրան կվերադառնանք։ Երրորդ հարցը. ինչու է չկողմնորոշված կամ հիասթափված ընտրողների 20-30%-ը այսքան բարձր, ինչ կարող է դրդել այս լուր մեծամասնությանը գնալ ընտրությունների եւ կատարել իրենց քայլը հունիսի 7-ին։ Ընտրել որևէ մեկին, բացի Նիկոլից, Համեցին։ Շատ ծանր հարց է, այս բնական է, մնացել է մի քանի օր, ընտրություններին շատ դժվար է, 30, 20, 40, ես թվերին հիմա մեծ են թվերը, թվերին չանդրադառնամ, որոնք մարդիկ հիասթափված են։ Իհարկե հնարավոր է ինչ-որ մի սեգմենտի համոզել գա ընտրություններին, բայց նորից վերադառնանք մեր ցավոտ հարցին, արժեհամակարգային ոչ մի հենք չկա։ Մեկը ասում է ես այսքան հազար աշխատատեղ կբացեմ, այն մյուսն ասում է ես էլ կբացեմ, չորրորդն ասում է ես արդեն բացել եմ, գործողը այսքան հազար կշարունակեմ բացել, ախր ընտրողը չի գնում քվեարկելու նրա համար, դու քանի հազար աշխատատեղ ես բացելու։ Ընտրողը եթե աշխատանք ունի, իրան էլ քո աշխատատեղ բացել այդքան հետաքրքիր չի, եթե ինքը պետական հիմնարկում է աշխատում, կարևորը պետությունը մնա, որ ինքը աշխատի, եթե ինքը իր բիզնեսով է զբաղված կամ սեփական սեկտորում է աշխատում, կարևոր է որ չհետապնդեն իր ղեկավարին, չձերբակալեն, որ այդ ֆիրման չփակվի, պատերազմ չլինի, որ իրան չզորակոչեն, ինքը գնա բանակ, այ աշխատի, իսկ նա ով գործազուրկ է, դու այդ մարդուն պարզապես պետք է ներկայացնես, դու ինչ մոդել ես տնտեսության ներկայացնելու, զարգացման, որ այդ մարդը հասկանա, ինքը այդ սեգմենտում իր տեղն է ունենալու, ինքը այդ արևի տակ ունենալու է իր տեղը, գնալու է աշխատի։ Իսկ որ դու պայմանական ասում ես, ես այսքան հազար աշխատատեղ կբացեմ, համապատասխան գործազուրկ ինժեները կամ բժիշկի, ինքը մի քիչ բարդ է պատկերացնում, այդ 30,000-ից, այդ 300,000-ից որ մեկն է ինքը, ես միգուցե սխալվում եմ, բայց ես սենց եմ պատկերացնում։ Դու պետք է ավելի ճիշտ է մարդուն մի փոքր լրացում անեմ ու գնանք առաջ։ Երբ որ ասում եմ մենք 300,000 աշխատատեղ կստեղծենք, ես հարց ունեմ տալու։ Դուք գիտեք Հայաստանում քանի ինժեներ կա, քանի գործազուրկ ուսուցիչ կա, քանի գործազուրկ բժիշկ կա, քանի անասնապահի կարիք կա, քանի ագրոնոմի կարիք կա։ Դուք այդ արդեն հաշվել եք, եթե հաշվել եք, ուրեմն այդ ցուցակը պետք է ներկայացնեք, որ ես ինձ այնտեղ տեսնեմ։ Ես մտավորական եմ, գուցե իրանց վերլուծաբանները սրա նկատմամբ անտարբեր են նայել, չեն նկատել։ Տեսեք, երբ որ դու ասում ես ես 300,000 աշխատատեղ եմ բացելու, իսկ եթե դու չգաս ընտրությանը, այն մեկը ընտրվի, նա 300,000 ադրբեջանցի է բերելու, եւ միաժամանակ մենք հաճախ խոսում ենք հիբրիդային պատերազմ կամ ինչ-որ բաներ, տեսեք, եթե ես լինեմ եմ աշխատում եմ այն ուժի կողմից, որը ըստ նրա ով 300,000 աշխատատեղ պետք է բացել 300,000 ադրբեջանցի է բերում, գնում եմ այդ ընտրողի մոտ առանց կամերայի եւ առանց Facebook-ում այդ լուսանկարը, ասում եմ եղբայր, այս երկուսը նույնն են, որովհետեւ քո տված հարցը լեգիտիմ է, մարդ ասում մի րոպե, բայց այդքան հազար աշխատատեղ կա, ասում եմ որովհետեւ այս մեկը քեզ փափուկ բարձ է դրել, ասում է 300,000 աշխատատեղ են բացելու, այս էլ 300,000 ադրբեջանցի է բերում, կարող է եղբայրս այս երկուսը միգից են տանում, ես ինձ հիմա կարող է նայողը ով ուզում է գնա նայ, դու ասեցիր ուժեղ Հայաստան, Աստված տա հաղթի, ինձ քննադատի ասի ես չար խոսում, բայց սա այդ դիագնոզն է, որի հետ պետք է առերեսվել, երբ որ դուք պարբերաբար ասում եք 300,000 աշխատատեղ ես կբացեմ, լրագրողը մեկը հարց է տալի, անունը չտամ, ասում է, էդի դառնում է
ամսեկան ինչքան պետք է բացեք, ասում ես ես ամսեկան 1000 աշխատատեղ բացեմ, խնդիրը կլուծեմ, լրագրողն ասում է ընկեր, մաթեմատիկական հաշվարկով 5 տարում 1000 աշխատատեղը 60 է անում, բայն 240-ը որտեղ է, երբ որ դու այդ հարցին չես նախապատրաստվել ու գնում ես հարցազրույցի, հետևաբար այն մեկը, որը ուզում է քեզ էլ խանգարի, նրան էլ խանգարի, գնում է քո ասած գյուղ այն չոբանի, որ ասեցիր Եվրոմիությունը պայմանական մետաֆորա է։ Այդ չոբանին ասում է եղբայրս, այս երկուսը նույն գիծն են տանում, այս 300,000 մարդ է բերելու, այս էլ 300,000 աշխատատեղ է բացելու։ Գոնե թվերի տարբերություն արեք, որ չհամընկնի։ Ասածս նա էր, որ ամեն ինչը պետք է գիտակցված անես, բայց երբ որ դու գիտակցված չես անում, էմոցիոնալ մակարդակի վրա զբաղվում ես քաղաքականությամբ, հետևաբար ընտրողը ինքը հիասթափվում է, երբ որ դու ասում ես ես քաղաքականությամբ չէի ուզում զբաղվեի, բայց որ տեսա արդեն եկեղեցու վրա են գնում, որոշեցի, ստեղ ընտրողի մոտ հարց է առաջանում, հիմա ես եկեղեցի եմ քվեարկում։ Այսինքն ես 5000 պայմանական է ասենք, հիմա թվերի մեջ չմտնենք, որտեղ մեկն ասում է դատի քեզի կտա 5000 զոհ ունեմ, 10000 վիրավոր, անցավ 5 տարի, որ ասեցին կաթողիկոսը պետք է հրաժարական տա, նոր ինչ եմ ուզում ասեմ, օբյեկտիվորեն եմ ես մոտենում հարցին, հա, չեմ ուզում քննադատողական շատ լինել, որ հանգարց չստացվի, որ հիմա մենք խոսում ենք, որպեսզի մարդը չգնա անդիմությունից քվեարկի ինչ-որ մեկին, բայց պետք է լինել հաշվարկված եւ հավասարակշռված հայտարարություններ անել։ Ներողություն մի բան էլ ասեմ, հա, երբ որ դու ասում ես գործողը ինքը Ռուսաստանի դեմ է աշխատում եւ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք պետքա շտկենք։ Գործողն ասում է, իսկ այս մարդը ձեր դեմ է աշխատում, ինքը Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ է, եւ դու կիսակատակով 2 անգամ մի հարցազրույցի ժամանակ ասում ես, եթե Ռուսաստանի գործակալ կա, դա ինքն է, հասկանում ես, ես հայ նստած լսում եմ, պետքա գնամ 7-ին քվեարկելու, ասում ես ինչ է խոսում, եթե սա մեր իմ թշնամին է գործողը ու Ռուսաստանի ագենտ է, դու էլ ասում ես, ես Ռուսաստանի հետ իմ հարաբերությունները լավացնեմ, շարունակենք գազն առնենք, դու գոնե հարգելիներս պատճառը հետևանքային կապը սա նայում եք, ինչից եք, երբ որ մենք սենց ձեռք ենք առնում եւ քաղաքականությունը սարքում ենք կրկես, հետո գցում ենք բեռը քաղաքացու վրա, ասում ենք, ըհն, հայ ժողովուրդը ինքնասիրություն չունի, գնաց ընտրեց նրան, չէ, այդ ժողովուրդը ինքնասիրություն ունի, այդ ժողովուրդը մեղք կա, այդ ժողովրդին օգտագործել չի կարելի, այդ ժողովրդին պետք է հարգել, այդ ժողովուրդը ունի ուղեղ, ունի համապատասխան կրթական ցենզ, ունի համապատասխան անցյալ, համապատասխան պարտված ներկա, ցեղասպանված հասարակություն է ինքը, ունի այդ պատմական հիշողությունը, այս մարդկանց պետք է հարգել եւ առաջինը հարգել քաղաքականությունը։ Քաղաքականությունը կրկես չի, որ հիմա ընտրություններից առաջ որոշենք մտնել ընտրապայքար ու հաղթենք։ Իսկ եթե չհաղթենք, ասենք մեղավորը այս ներողություն բառի համար զոմբլոներն են, ախր զոմբլո չեն։ Իրանք այդ զոմբլոների երեխաները սահմանում ծառայում են, չի կարելի վիրավորել։ Երբ որ դու մարդուն ասում ես զոմբլո, հետո ո՞նց ես ակնկալում, որ ինքը իր դիրքորոշումը փոխի, գա քեզ կվերքի։ Արամ ջան, ներողություն, մի քիչ էմոցիոնալ է։ Ամեն ինչ ճիշտ է։ Նորից վերադառնանք հարցի բուն էությանը, ուրեմն 30% զանգված կա, ընտրազանգված կա կամ մարդկանց 30%, որոնք այս պահին կողմնորոշված չեն եւ չգիտեն ինչ անեն։ Հիմա ես դիմում այդ 30%, ոնց որ նաեւ իմ ազգականներից կան, իմ ընկերներից կան, ում հետ ես դպրոց եմ գնացել, ում հետ ես Բիրուսովում եմ սովորել, ում հետ սպորտ եմ արել, ում հետ դուրակի կարթ եմ խաղացել, չգիտեմ, դիմում եմ բոլորի։ Հարգելիներս, մի կառուցեք խնդիրը ով ա լավ, ով ա վատ, չկա, ձեր իրավունքի մասին է խոսքը գնում, գնացեք ձեր կամարտահայտությունը կատարեք, սովորական, ձեր սահմանադրական իրավունքով նախատեսված քայլը արեք, մի գցեք ձեր պարտավորությունը ուրիշի վրա։ Գնացեք այդ սահմանադրական քայլով նախատեսված գործողությունը իրականացրեք, ում ուզում եք ձայն տվեք բացի Նիկոլից։ Այսքանը հստակ եմ ասում։ Բացի Նիկոլից։ Որ հանգարց չստացվի, որ ես էլ ուզում եի ասել չքվեարկելը հիմնավորված է, այո, քո շարունակությունը իմ մտքին շատ տրամաբանական էր եւ գնացեք քվեարկեք բացի Նիկոլից, ումն ուզում եք քվեարկեք։ Առաջարկում եմ առաջի 5 տեղը, 3 ուժեղ Հայաստաններ, Արման Թաթոյան, հետևից գալիս է Դոգը, մեկ էլ այնտեղ շնորհապետական կա։
Իմի ով որ կանցնի, ինձ ասում են չի շնորհապետականին չես օգնում, ասեմ տղեր Հիմա ջան, Էդմոն Մարուկյանը քեզանից կվիրավորվի, կասես ինչ ասեցիր, ես 200,000 ընտրողում եմ։ Աստված իրեն օգնական ու պահապան, եթե ինքը չաշխատեր Նիկոլ Փաշինյանի հետ, ես այդ մանը կասեի, բայց ինքը աշխատել է ու ինքը գաղտնի ինֆորմացիայի մասի կրողը, ու ինքը որ դուրս է գալիս խոսում է, սիրտս կանգնում է։ Դու գաղտնի ինֆորմացիայի կրող ես, ընկերես ինչ ես դու ասում։ Այտենց կարա խոսա ցանկացած մեկ որ գաղտնի ինֆորմացիայի մասի կրող չի։ Իմ առաջարկությունը դա է, որ գնան ընտրություններին մասնակցել այդ առաջի 5-ին, ում ուզում են ձայն տան, ում ուզում են տան, բայց գնան տան ընդդեմ Նիկոլի ձայն տան, ոչ թե հանուն։ Այս դեպքում օրակարգային փոփոխություններ տեղի կունենա։ Վերադառնամ 300,000-ին ու անցնենք հաջորդ հարցին, այն շատ երկար կնարկենք, որտեղ ինքը հիբրիդային խնդիր կա մեջը։ Երբ որ ասում են 300,000 ադրբեջանցի կա, ձեր աստծուն մեռնեմ, ժողովուրդ ջան, վերլուծաբաններ ջան եւ այլ ջաներ ջան։ Բա դուք չեք ասում Հայաստանում երբ է 300,000 ադրբեջանցի ապրել։ Երբ Սովետական միությունը փայլուն մի հատ երկիր էր իր ստատիստիկ տվյալները հրապարակելու ներկայացնելու մասում։ Ցույց տվեք այն ստատիստիկ տվյալները, որի համաձայն Հայաստանում ապրել է 300,000 ադրբեջանցի։ Այդ ցույց տվեք, սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հասկանալ 300,000 ադրբեջանցիները որտեղից են գալիս, դրանք Հայաստանի հետ որևէ ձևով կապված են, թե կապված չեն, թե դրանք էքսպանսիա են անելու այդ անվան տակ, որպեսզի մենք էլ կարողանանք մեր 600,000, որ քարտեզը ցույց տվեց, նրա վրա գա 650,000 հայեր, որոնք լքել են Ադրբեջանը։ Բա դուք չեք ուզում 650,000-ի անունից մի նախադասություն ասեք Ադրբեջան վերադառ, այլ ոչ թե Արցախի հայությունը պետք է վերադառնա Հայաստան, Ռոբերտ Քոչարյանն ասի, ես այսպեսին չեմ տեսնում որևէ բան վերադառնալու։ Այդ Նիկոլն էլ նույնն ասում, ցավդ տանեմ, Ռոբերտ Քոչարյան ջան, ու խնդիրը հո անչ թե դու ինչ ես, բա դու մի բանը չպետք է տարբերվես, բա դու չգիտես, որ դու միջազգային իրավունքով նախատեսված նորմերի դեմ ես խոսում։ Սրանք այդ հարցերի փաթեթն է, որը չի բարձրացնում։ Որևէ մեկը թող ասի, որ Ադրբեջանի սովետական միության տարածքում անցած մարդը համարի շրջանակներում Հայաստանում ապրել է 300,000 ադրբեջանցի։ Տեղն ասեք իմանանք։ Ես թվերը նայել եմ, գիտեմ։ Ուրեմն սա ընդդիմադիրների բացն է, ոչ թե իշխանությունների։ Եվ այն մտավորականներն, ովքեր կանգնած են Սամվել Կարապետյանի կողքին, Ծառուկյան Գագոյի, Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած են, այդ մտավորականները չպետք է խոտ ուտեն։ Իրավունք ունեմ ասելու հիմա դա։ Իրենք իրավունք չունեն խոտ ուտելու։ Հետո ասեն, թե բա մենք գիտելիքներ ունենք։ Ձեր գիտելիքները պետք է արտահայտվի ձեր լիդերների միջոցով, անմիջապես։ Այդ լիդերները պետք է ձեզ լսեն, ակումուլյացիա արված այդ երկու նախադասությունը հնչեցնեն, որը չի հնչեցվում։ Հետևաբար դուք սխալ տեղեկատվություն եք տարածում ձեր լիդերներին, կամ տալիս, կամ հարմարեցնում եք նրանց պահանջները ձեր ասացին կամ հակառակը։ Մոտավորապես էլի սուլթանական իրավունքից ենք խոսում։ Շեֆն ասել է, շեֆին այնց ինֆորմացիա տանք, որ չջղայնանա։ Այտենց ոնց կլինի։ Որտեղ այդ վերլուծաբանները, այդ մտավորականները, այդ դիվանագետները համապատասխան բարձրաստիճան, որ հիմա այդ մարդկանց կողքը որպես խորհրդատու նստում են, իրանք չունեն արժե համակարգային հենարան։ Իրանք մտածում են պաշտոնի տեսակետից, Արամ ջան, մի քիչ կարող է վիրավորական հնչում, բայց սա փաստ է։ Ես երկու նախադասություն ավելացնեմ 300,000-ի կամ գալ գնալու։ Ես չգիտեմ Հայաստան գալու են 300,000, 200,000 թե 500,000։ Ես չգիտեմ իրանք լինելու են էթնիկ ադրբեջանցի թե այլազգ, բայց ներողություն, մեկ բան ասեմ, որը տրամաբանությունը հուշում է։ Երբ որ գործող իշխանությունը, երբ որ մի պետությունում, որտեղ դեմոգրաֆիական աճ չկա, մի պետությունում, որտեղ սփյուռքը հյալված չի ինգել, էլի Կալիֆոռնիայից, Ռուսաստանից կամ Եվրոմիությունից 100,000-ներով կամ տասնյակ հազարներով վերադառնա Հայաստան, երբ որ այդ իրավիճակում իշխանությունը ասում է, ես 300 դպրոց եմ սարքելու,
ընդդիմությունը ասում է ավելի արագ ընկնում։ Մենք ավելի շատ կսարքենք, տրամաբանությունը հուշում է մի բան, Հայաստան պետքա գան մարդիկ, եթե այս երկու բլագերը ընկել են քիչ բենի վրա, ներողություն, քիչ կոպիտ ասեցի, դբրոցներ են կառուցում կամ խորց իրանք պետքա լինեն ազնիվ եւ այդ հասարակության ասեն, որ գալու են մարդիկ։ Եթե իշխանությունը բերում է ադրբեջանցի, ընդդիմությունը ինչ պրոգնոզներ ունի, չգիտեմ, պետք է ընդդիմությունը լինի ազնիվ, ասի ժողովուրդ, մենք էլ բերում ենք պայմանական ասած չինացի, բայց հարգելիներս, երբ որ դբրոցա կառուցվում առանց դեմոգրաֆիկ աճի, 300 հատ, 200 հատ մի հատ փոքրիկ հանրապետությունում, այդ հանրապետության իշխանությունները կամ ապագա իշխանությունները մարդ բերելու խնդիր ունեն։ Դրա համար պետք չի լինել Կիսինջեր, որ Անշուշտ, հասկանա։ անշուշտ։ Հիմա Ավարտել։ հա, մի լրացում անեմ, այս ամբողջ պալիտրայի մեջ ինչի մեջ խոսում ենք, միակ ոգևորիչ բանը ինձ համար Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ օրենքի ընդունումը կլինի ուժեղ Հայաստանի կողմից։ Այսինքն Մագնիտսկու օրենք են ընդունելու։ Դա շատ գեր խնդիր եմ համարում։ Բոլոր այն բացերը, որ իրենք ունեն, այդ օրենքի ընդունումով ես կփակեմ իմ համար։ Կասեմ վերջապես մի հատ ուժ կա, որ ինքը գիտի իր բոլոր սխալներով հանդերձ այդ Ռամիլ Սաֆարովի օրենք հենց որ ընդունվի, Ադրբեջանում պետք է հեղափոխություն լինի։ Դա ֆունդամենտալ խնդիր է լուծվում, էլի։ Ֆունդամենտալ։ Ու մենակ սրա համար ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանը արագ իշխանությունը վեր։ Մենակ այդ մի օրենքն ընդունելու համար։ Սա ցեղասպանությունից հետո, ցեղասպանության ճանաչման փաթեթից հետո չեն վախենում ասեմ համարժեք օրենսդրական ակտ են ընդունում այսօրվա քաղաքակրթական մատրիցայի համար։ Ու մենակ դրա համար ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանը իշխանությունը վերցնի։ Այդ օրենքը ընդունեն, հետո ինչ կլինի, թող լինի։ Շատ կարևոր եմ համարում։ Եթե այդ ակտը ընդունվի, այսինքն մենք ունենք ցեղասպանության ակտը եւ ունենք այս Ռամիլ Սաֆարովի մասին օրենքը, որը իր մեջ խտացնում է 30 տարվա Արցախյան պայքարի այդ ամբողջ ելևէջները խտացնում է, կրիստալիզացվում է Ռամիլ Սաֆարով 16 անգամ տապորով խփել արա անասուն 16 անգամ դու մարդու ոնց ես խփել արա մի անգամ խփելը հասկացանք էլ ասենք դի ինչ-որ մի հատ կիրքա բան առաջացել խփել է դա արաբա անասուն 16 անգամ խփելա բայց այդ մարդու նկատմամբ ոնց չլինի իրենք շատ ճիշտ են արել ու ես ողջունում եմ այդ օրենքի ընդունումը ու հատուկ սիրելի Վտանգավորությունը մարդու 16 անգամ խփելը չի այդ պետության վերաբերմունքն է այդ նման հանցագործի նկատմամբ եւ հասարակության այդ ձևով դասիրակելն է իհարկե Եվ դրա համար ես կոչ եմ անում, նորից ասեմ, իմ մոտիկներին, հերուներին գնացեք, քվեարկեք, գոնե հանուն այդ օրենքի ընդունման, որը երկրորդ օրենքը կլինի հայ ժողովրդի վերջի 100 տարվա պատմության մեջ, առաջինը ցեղասպանության ճանաչումն է, երկրորդը Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ օրենքն է, որը ֆունդամենտալ փոփոխություն իրանց երեխաների, որ իրանց երեխան երբ որ գնա դպրոց, իր կողքը պայմանական ասած Ռամիլ Սաֆարովի երեխան նստած չլինի, գոնե էս պետքա բնազդից ելնելով մարդը գնա քվեարկի։ Լավ, ինչքան քննադատեցին ունեն թերություններ ընդդիմությունները, բայց գոնե էս բնազդից Հայաստանում ապրող մարդը պետք է գնա քվեարկի։ Եթե սա էլ ինքը չի անում, էլ արդեն բարդ է պատկերացնել։ Բայց ամեն դեպքում մի հատ կարճ խորհուրդ էլի հորդորում եմ ընդդիմադիրներին էմոցիաները մի կողմ դնել, չվիրավորել քաղաքացուն։ Սա շատ սխալ բան ենք անում, որ մենք վիրավորում ենք քաղաքացուն։ Նույնիսկ այն քաղաքացուն, որը չի ուզում գնա քվեարկի կամ ինչ որ ուզում է գնա քվեարկի գործող ռեժիմին, չի կարելի վիրավորել մարդուն դրանով համար։ Շատ լավ։ Չորրորդ հարցը ինքը մեծ հարց է, ծավալուն է, որտեղ դրա մեջ այդ հիբրիդային բառը կա, հիմա կարդամ հարցը։ Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների ահազանգները, այս միջազգային կազմակերպություններն էլ պատահական չեմ գրել, որտեղ բանի, ասենք, կոշիկի շնորհք արտադրողների միջազգային կազմակերպությունը կարող է հատուկ տեսակետ ունենալ։ Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների ահազանգները, ապա տեղեկատվության եւ հիբրիդային հարձակումների մասին,
Ինչպես կարող է շարքային քաղաքացին տարբերակել ռեալ քաղաքական ծրագիրը արտաքին ուժերի կողմից հրամեցվող մանիպուլյացիաներից։ Մի քանի հարգանի է հարցը։ Ուզում ես մի անգամ էլ կարծեմ, որ մաս գնանք էլի, այսինքն լավ չալաղաջ են պատրաստել էլի։ Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների ահազանգները ապատեղեկատվության եւ հիբրիդային հարձակումների մասին։ Հիմա սկսենք ստեղից։ Այս մեր հասարակության մեջ միջազգային կազմակերպությունները այնքան են ասել, ես որ լսում եմ, ասում ինչ եք ասում, միջազգային կազմակերպություն, ասենք բանը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը եւ շնորհք արտադրող միջազգային, չգիտեմ, ես ինչի կազմակերպության հայտարարությունը դրանք նույնականն են, ջան չեք անում այդ կազմակերպության անունը տակ, որ չընդհանրացրեք միջազգայինը։ Դա էլ է հիբրիդային պատերազմի էլեմենտ, տեղեկատվական դեզինֆորմացիա է դա։ Միջազգային կազմակերպություն լսել ես օրինակի համար նույնիսկ հանրային հեռուստաընկերության եթերում վարողն ասում է փաստերի համաձայն ես ունեմ իմ ձեռքը հիմա թվեր ու լսողը պատկերացնում է սա լուրջ բան է, բայց որ ընթերցողը ես անունները չտավ, ասեց միգուցե ձեզ այդ թուղթը տվել է մի հատ քպայական պատգամավոր, ինքը չամաչեց, ասեց իսկ դա ինչ կապ ունի։ Այո, Այդյա, հիմա շատ է դա տարածված, կամ նկատել ես երևի հաճախ, որ ներկայացնում են։ Այսօր մենք հիմա խոսենք Միացյալ Նահանգների X համալսարանի պատմաբան, քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Էսինչյանի հետ, ու հիմա դու չգիտես, այդ մարդը իրոք այդ համալսարանում պրոֆեսոր է, կամ այդ մարդը այդ համալսարանում, եթե պրոֆեսոր է, ունի աշխատանքային պայմանագիր, ինչ որ մի դիսցիպլինա է դասավանդում 5 ժամ շաբաթական, 15 ժամ շաբաթական։ Հետո այդ մարդու, որ Տրամփի քաղաքականությունից, Ամերիկայի քաղաքական հարց է տալիս, այդ մարդը օգտագործում է միշտ հետևյալ բառը՝ մենք։ Լսողը Հայաստանում մտածում է ինքը ֆիքսել է, որ այս մարդը Ամերիկայի մի հատ պրոֆեսոր է։ Ու մենք Տրամփի ուղին այսպես ենք անելու, մենք Հայաստանին մենք ներկայացնում ենք այս, Հայաստանը կարող է գնել այս զենքերը, ինքը ոչ Պենտագոնի ներկայացուցիչն է, ոչ պետդեպարտամենտի ներկայացուցիչն է, ոչ էլ առավել Սպիտակ տան աշխատակից է։ Ինքը լիազորված անձնավարություն չի, ինքը մի հատ ռուսերը կներեք չվիրավորական չլի պրախադիմից է։ Ինչ որ մի համալսարանում լավագույն դեպքում, եթե լրագրողը չէր ստել, աշխատանքային պայմանագրի հիման վրա X դասաժամեր ունի, ու տրամադրում է մի ինչ որ առարկա է դասավանդում։ Սա էլ է այդ ինքը էական չի, ճիշտ էր խոսում թե սուտ, այս ինֆորմացիան մատուցման տարբերակ է, որ մարդու ենթագիտակցության մեջ մտնում է։ Կամ մի բան էլ ասեմ ու դու կներես, դու շարունակես, մի համապատասխան պաշտոնյան, որի նկատմամբ շարքային ընտրողը ունի համապատասխան հարգանք եւ կամ վերաբերմունք, մի հատ թուղթ է հրապարակում, ասում է ստեղ գրված է, որ ինքը այսինչ պետության գաղտնի ծառայության ագենտ է, ու ինքը որպեսզի իրան իրավաբանորեն ապահովի, ինքը չի ասում, տեսակ որ այսինչ քաղաքական գործիչ ագենտ, ասում է կարող է ինքը ագենտ է։ Հետո որ նրա advocate դատի է տալի, դատավորին ինքը ասում է ես չեմ, ես հարց եմ բարձրացրել։ Սա էլ է կոչվում ենթագիտակցության մեջ մտցնել, սա քաղաքագիտությունում կա, հիմա էլ մանավանդ կիբեր ոլորտն է մտնում քաղաքականություն, ու մեկը հարց չի տալիս, եթե նույնիսկ նա այդ գերատեսչության ագենտն էր, խի իրանք պայմանագիր էին ստորագրել, թուղթ կար պապկեքի մեջ դրած, որ այս ինչան այս ինչը մեր ագենտն է, դա կատարվում է այլ ձևով, այլ մեթոդներով, այդ թուղթը կամ այդ պաշտոնյային որտեղից, այս հարցերը ոչ մեկը ոչ մեկին չեն տալիս։ Հայ հոգևորականը FSB-ի ագենտ է, ու հետո միանգամից շարունակում են։ Մի հատ թուղթ են ցույց տալիս, այդ թղթի կողքը դնում են տվյալ պետության ղեկավարի հետ լուսանկարը, որտեղ մարդը օրենքի շրջանակներում շքանշան է տալիս, հարգանք է ցուցաբերում, ու շարքային մարդը այս երկուսը կապում է իրար, իր մոտ ստերեոտիպային մտածելակերպը աշխատում է միանգամից։ Հոպա, այս մեր հոգևորականին փաստորեն արդեն պագոններ են տվել, ուսադիրներ ունի, Ռուսաստանի եռագույնը բռնել է, խաչնելեց մի ձեռը, վազելով գալիս է Հայաստան, որ իշխանությունը փոխանցի տա ռուսներին։ Սա հիմա ներողություն, այս հիբրիդային պատերազմի մեջ մեղավոր է այդ միջազգային կազմակերպությունը, մեղավոր է հյուսիսային պետությունը, թե մեղավոր են Հայաստանի ԶԼՄ-ները եւ այդ պաշտոնյաները, որոնք այս ամեն ինչը տարածում են։ Սա պիտի հռետորական էր հարցը։ Քեզ չի լսվում։
ես քեզ ամբողջովին հասկանում եմ եւ ընդունում եմ քո դիտարկումները։ Ես այս 4-րդ հարցը կառուցել եմ այն շատ ծեծված բառակապակցությունների շրջանակներ, որովհետեւ լսողն հասկանա իրան ոնց են կուտ տալիս, էլի։ Ես Կուտ էլ շատ առաջին, կողմիկ օրինակներ բերեցի։ ահա, կուտ առաջին միջազգային կազմակերպությունները, հարգելին ես, որ մեկն ասում է միջազգային կազմակերպություններ, հիշեք, որ կա կոշիկի շնորհք արտադրողների միջազգային կազմակերպություն։ Կա նման կա բանի գարեջրի պրոբկա հավաքող միջազգային կազմակերպություն։ Իրանք գարեջրի պրոբկա են հավաքում ու հավաքվում են տարին մեկ անգամ Բայերնում հանդիպում են, ասում են ես հավաքել եմ 100,000 գարեջրի պրոբկա։ Միջազգային կազմակերպությունը։ Հաջորդ, այս պետքա հիշեք դուք։ Որ էկրանից ասա միջազգային կազմակերպություն, ասա լավ, էսի յուղ է վառում, որտեղ ինքը հատուկ պատվեր է կատարում էլ ուղիղ լվանալու հետ կապված։ Հաջորդը, գալիս ենք, էսի էլի շատ չնաշխարհիկ կտորա, շարքային քաղաքացիները։ Շարքային քաղաքացիները։ Հիմա բերեք հասկանանք, որոնք են շարքային քաղաքացիները եւ որոնք են ոչ շարքային քաղաքացիները։ Այս մեր հայալեզու տարածքում ասեմ, Ռիդավոյ, էդի գալիս է ցարական Ռուսաստանի զինվորական ինստիտուտից, որտեղ ընդունված բանի համաձայն Ռուսաստանը մեծ բանակումներ եւ գյուղացին ասում էր ես Ռիդավոյ եմ։ Այսինքն ինքը գիտի, որ ինքը բան խուտորից կամ այդ կազակական տարածքից, որ ինքը գնում է, ինքն արդեն գնում է որպես շարքային, ինքը այլ ստատուս չունի։ Ուրեմն ռուսերենից այս թարգմանված եզրույթը մտցվել է Հայաստան։ Այսի ռուսները մեղավոր չեն, ես ոչ ռուսներին արդարացնում եմ։ Ես պարզապես ասում եմ, երբ որ այլ մշակութային տարածքից վերջում է բառակապակցություն, ներադրվում հայկական իրականության մեջ, եւ այդ հայկական իրականության մեջ սկսում է դա ժողովուրդը բան խնամել եւ աճեցնել, ինձ դե ես շարքային քաղաքացի եմ։ Ինքը դու չես կարա շարքային քաղաքացի լինես, որտեղ դա մեր մշակույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Դու պարզապես քաղաքացի Դու ես եւ պարզապես այո։ քաղաքացի ես, սահմանադրական նորմով ճանաչված քաղաքացի ես եւ ունես բացարձակ նույն սահմանադրական իրավունքները, ինչը որ ունի, ասենք, մի հատ օլիգարխ, մի հատ պրոֆեսոր եւ այլն։ Այո։ Էսա լես խնդիրն է։ Հիմա ոնց անենք, որ այս շարքային քաղաքացի եզրույթը դուրս գա, քիչ օգտագործվի քաղաքական տիրույթում, որտեղ սա խանգարում է, մարդուն ասում են դե դու ոչ միայն սահմանադրական նորմեր չունես, դու 1820 թվականի քաղաքացի ես, ուղղակի հայերեն ես խոսում, դու շարքային ես։ Այդ ամեն ինչը պետքա երևի փոխվի ամսի 7-ից հետո ամեն դեպքում։ Համաձայն եմ։ Մենք 10 րոպե ժամանակ ունենք, ուրեմն մի բառել կասեմ, ռեալ քաղաքական ծրագրեր։ Այս բառակապակցություններ, որ լսում եմ, իմ մոտս դեժավյու է առաջանում։ Քաղաքական ծրագիրը չի կարա չլինի ռեալ, չի կարա Այո, այսինքն ռեալ դա լինի։ նշանակում է դրանից առաջ իրանք խոսում էին ֆեյքերի մասին, հիմա Հա, ասում է ռեալ, դուք խոսեք ռեալ։ Այսինքն ինչ եք դուք ասում, արա, դուք մարդուն հրավիրել եք, ասում եք ռեալ քաղաքական ծրագրերից եկեք խոսենք։ այո, Այս բառակապակցությունը վերցրել է հայկական լրատվական միջավայրից, որոնցով կառուցվում է քաղաքական միտք, խոսք եւ ձևավորվում է մի հատ մշակույթ։ Դա մեր քաղաքական ծրագիրը ռեալ չի։ Ինչ։ այո։ Էս ինչ եք դուք ասում, արա։ Դա էլ է հիբրիդային էլեմենտների ենթաէլեմենտ։ Դու օգտագործում ես տերմինոլոգիա, որը ոչ իմաստ ունի, ոչ հետևանք կարող ունենա, բայց դիմացինի մոտ ինչ որ բան ասոցացում կամ հաճախ լսել ես բավականին հարգարժան մարդկանցից եթերում, որ խոսում են, ասում են, այ օրինակ, ինքը հիմա ուզում է մարդուն համոզի Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ինչու՞մ է վատը։ Այ օրինակ, երբ որ Շարլ դե Գոլը հարգելի Սյունիքում ապրող մարդը Շարլ դե Գոլը գիտի ով է։ Ինքը ընենց է դա ներկայացնում։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ խոսացողը Շարլ դե Գոլի մասին շատ բան գիտի, բացի նրանից, որ գիտի նա ով է եղել, ինչ պաշտոն։ Շարլ դե Գոլը երբ որ եկավ երկրորդ անգամ իշխանությանը,
Այսինքն հայկական հասարակությունը այն որ ասում է սա խաղերը խաղացել ենք, հիմա սա էլ է ինքը դրանով ուզում է ընտրողին ցույց տա, որ ինքը գերկ խելացի մի անձնավորություն է, եւ եկեք իրան քվեարկենք, որտեղ այս մարդը Շարլ դե Գոլից էլ է հասկանում, կամ ինչ որ Շարլ դե Գոլի քաղաքականությունը պետք է բերի ինչ որ էլեմենտներ Հայաստանում ներդնի։ Իրանք չեն կարողանում էլեմենտար ընկալեն, ինչի մենք պարտվեցինք Արցախյան պատերազմում։ Ну շատ ուրիշ բաներից չխոսանք, քարտերը չբացենք։ Ինչ գործ ունեք Շարդևը Ռուզվելտից կամ ասենք համապատասխան մարդը, որը անգլերեն գիտի, անգլերենում մի հատ լավ բառ կա, ու այդ լավ բառն ասում։ Եղբայր, դու այդ բառը հայերեն է գիտես։ Ինքը շեղում է վիճակը։ Այս փոքրիկ, գիտեք, այդ որ ասում են հիբրիդային պատերազմ, դա մի հատ ինչ որ եսի ինչ չի։ Սա բառը խաղերից, այսինքն սա ամփոփ եմ կարճ ասեմ։ Կամ տարածվում է ակնհայտ կեղծիք, կամ տարածվում է ճշմարտություն, որը տվյալ ժամանակահատվածում ոչ մի նշանակություն չունի, ինչպես նաև օրինակի համար նշանակություն չունի, թե 2002 թվականին մի պաշտոնյա իր տունը առել է օրինական ճանապարհով, թե ոչ։ Սա քրեաիրավական ոլորտի թեմա է, որով պիտի զբաղվի դատախազությունը, այլ ոչ թե քաղաքական տիրույթ գա, ընտրապայքարին օգտագործվի 25 տարի առաջ ով ինչ տուն էր առել։ Այսինքն կեղծիք գալիս է ճշմարտություն, բայց ոչ տեղին, եւ երրորդ ամենավտանգավոր էլեմենտը հոսքեր, ինֆորմացիա, ես մի անգամ հոդված էի գրել DOS հարձակման հետ էի համեմատել, մետաֆորիչեսկի, հիբրիդային։ Դու լցնում ես էֆիրը ամբողջ ինֆորմացիայով, յուրաքանչյուր մարդ մանավանդ աշխատավոր, ինքը ունի մի քանի ժամ ժամանակ շաբաթվա մեջ նորություն լսելու համար։ Այդ մի քանի ժամը հայոյանքից միջև ստերը եւ ոչ տեղին ինֆորմացիան լցվում է իրար մեջ, այդ խոսույթը աղվում է իրար հետ ու մարդը չի կարողանում դրա մեջից գտնի քո ասած ռեալ ծրագիրը հանի ասի ես ինչի քվեարկեմ Պողոսին եւ ինչի քվեարկեմ Պետրոսին։ Իսկ սա արվում է դիտավորյալ փաստորեն, լցվում է էֆիր։ Ես այն օրը լսում էի համապատասխան հարցազրույցը 1.5 ժամ, ես այդ 1.5 ժամ չհասկացա այս մարդուն խեր հրավիր է։ Այս մարդուն հարցեր էր տալի 25-30 տարի առաջ դեպքերից։ Մի հատ հարց չտվեց իր սիրած հարցերից։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ոնց եք վարվում, Հայաստանի տեսանելի ապագան ոնց է կառուցվելու, եթե դուք գաք իշխանության։ Անիմաստ հարցեր եւ 1.5 ժամ դու լսում ես, այս մարդը փորձում է պաշտպանվել մի գործողություններից, որոնք տեղի են ունեցել 20-25 տարի առաջ։ Սրա համար կարակ առանցին դեբատ կազմակերպեք, գիրք գրեք, ում հետաքրքիր է Հայաստանի նորագույն պատմությունը, դա ընթերցի կամ նայի։ Սա էլ է մտնում է դրա մեջ ու վերջում էլ ավարտեմ, վերջում ասում են հիբրիդային պատերազմ մեր դեմ վարում է այս միջազգային կազմակերպությունը, որը միջազգային էլ չէ, այն միջազգային կազմակերպությունը հյուսիսը, հարավը, արևմուտքը։ Մենք մեզ ենք ուտում այս ընթացքում, բայց ինքը շատ կարևոր թեմա է, որ պետք է ապագայում ընտրություններից հետո իրոք սա համապատասխան պետական ծրագրերի շրջանակներում այդ սոցիալական ինժեներիա է անվանվում մասնակիտորեն, սա մարդկանց պետքա հանրությանը պետքա տեղեկատվությունը տրամադրվի ճիշտ եւ այսպես ասած մի քիչ վատ անջում դաստիարակվի, ինչպես պետքա ինֆորմացիան ընկալել եւ պետությունը պետքա հսկի նաեւ ԶԼՄ-ները, որ այս հայոյախառը կեղծ եւ տեղեկատվությունը չլցվի մարդկանց ուղեղի մեջ, որտեղ հիմա անհնարին է հասկանալ որտեղ է ճիշտը, որտեղ է սուտը եւ ում հետեւես ինչ կարդաս։ Շարքային մարդու գլխի մեջ այս ամեն ինչը խառնվում է իրար ու վերջում ասում է սրանց հերն էլ անիծած ես այդ օրը չգնամ քվեարկության։ Սա էլ է այդ հիբրիդային պատերազմի խնդիրներից մեկը, որ քեզ ստիպեն դու չգնաս ընտրությունների։ Քո տեղը իրանք որոշեն, սա էլ դրա էլեմենտներից էլի մեկն է։ Այո։ Մենք մնաց մեզ մոտարապես 3 րոպե ժամանակ ամփոփենք այս մեր խոսակցությունը եւս մեկ անգամ դիմում եմ մեր լսողներին եւ չեմ հորդորում, այլ պահանջում եմ գնացեք ձեր քաղաքացիական պարտքը սահմանադրական նորմերի շրջանակներում քվեարկեք այն քաղաքական գործիչների համար, ովքեր կարող են երկիրը հանել այս վիճակից ընդդեմ Նիկոլի ծրագրի։ Որևէ մեկը թող էլ չփորձի Նիկոլի ծրագիրը համարել ազգային պետական, ապազգային մարդու հետ գործ ունենք բոլոր պարամետրերով։ Խորհրդային Հայաստանի քարտեզից ինքն եւս 300 կիլոմետր կրճատել է, եւս
զիջել է ինքը խորհրդային։ Ես իմ դիսկուսն ունեմ այս տարածքում Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը խորհրդային միության ֆորմատով դա 31,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանն է, հաստատված 1923 թվականին, հրատարակված 1927 թվականին խորհրդային միության առաջի քաղաքական ատլասի մեջ, որտեղ կա Հայաստանի Հանրապետության տարածքը, հստակ Ադրբեջանի Հանրապետության տարածքը, որտեղ կա Արցախի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւ Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Այստեղից սկսվում է մեր խոսակցությունը, դիսկուսը։ Եթե մենք դեմ ենք խորհրդային Հայաստանի ժառանգությանը, կարա տենց լինի, ապա առաջի հանրապետության իրավահաջորդություն, որտեղ կա Հայաստանի հանրապետություն եւ չկա ճանաչված Հայաստանի հանրապետություն դե յուրե դե ֆակտո եւ չկա Ադրբեջանի ճանաչված հանրապետություն, ոչ դե յուրե, ոչ էլ դե ֆակտո, գոյություն չունի, փաստաթղթերն առկա են։ Ուրեմն ընտրելու խնդիր կա, բայց ես դեմ եմ, ֆունդամենտալ դեմ եմ Ալմաթայի հռչակագրով որևէ Հայաստանի ճանաչման։ Որևէ, ուրեմն մուտքով են ճանաչվում, այլ ոչ թե ելքով, ըստ էության։ Նաև կցանկանամ, որ մեր ունկնդիրները ամսի 3-ին գնան հրապարակ, կանգնեն, լուր կանգնեն, բայց գնան կանգնեն, որպեսզի հանրապետության հրապարակը լցվի։ Դուք գնում եք հանրապետության հրապարակ հանուն ձեր երեխաների ապագայի։ Ձեր երեխաները խոսեն հայերեն։ Ականջդ կանչի Արմեն Բարսեղյան, իմ գործընկերը Միացյալ Նահանգներից, տեսակետ հաղորդաշար։ Ես իր հետ վիճել եմ, ինքն ասում էր ես դեմ եմ Ռուսաստանին, ասում ընկեր, ես չեմ ուզում իմ թոռները խոսեն թուրքերեն։ Ռուսերեն են խոսում, թող խոսեն ռուսերեն։ Լեզու չեմ ուզում փոխեմ, իմ լրի բավարարում է ռուսերեն խոսելը։ Արմեն Բարսեղյան ջան, հիմա ոնց ես, գոհ ես, երջանիկ ես, որ մեր երեխեքը, նաև քու ապագա երեխեքը պետքա թուրքերեն խոսեն։ Մտածեք, ժողովուրդ ջան, արևմուտքի տված նարինջները, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, էլի, ոչինչ չի տվել մեզ, ոչինչ չի տվել։ Ուրեմն ճանապարհը հյուսիսի հետ պետք է ամրապնդել ու գնալ առաջ։ Այսքանը, լավ եղեք, հաջողություն, կապի մեջ, Հարութ ջան, շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալություն, հաջողություն։